Մոռացել եք, որ ուսուցչուհին ներս է մտնում, պետք է ոտքի կանգնել եւ բարևել։ Չհասկացա։ Չեք լսում։ Բարև ձեզ, սիրելի աշակերտներ։ Չեք լսում։ Էս իբրև թե ձև եք տալիս, որ չեք լսում, հա։ Չհասկացա, այս ինչ է կատարվում։ Դավիթ, գոնե դու պատասխանիր, դու դասարանի գերազանցիկն ես, այս պահվածքը քեզ սազական չէ։ Դավիթ, եթե հենց հիմա չպատասխանես, քո կիսավյակը երկուս եմ փակում։ Չեմ հասկանում, եթե չեք ուզում դաս անել, այդպես էլ ասեք։ Լավ, ես կգնամ ավելի դաժան մեթոդների։ Փաստորեն դուք ավելի լուրջ եք, հա, տրամադրված։ Ուրեմն լսեք, եթե ձեզանից ինչ-որ մեկը հենց հիմա ձայն չհանեց, ես այստեղ կկանչեմ տնօրենին, եւ նա դες դուրս կշպրտի դպրոցից։ Լռում եք, հա։ Լռեք, մարդիկ ձեռք են առնում, դուք հիմա կտեսնեք ձեր հալը։ Ալո, պարոն տնօրեն։ Խնդրում եմ բարձրացեք իմ դասարան, իմ երեխաները շատ վատ են պահում իրենց։ Պետք է բոլորին հեռացնել դպրոցից։ Դուք կարծում էիք, բուֆետի բուլկիների նման հեշտ եք մարսելու այս ամենը։ Հիմա տնօրենը կգա բոլորի դուրս կշպրտի դպրոցից։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Քիչ առաջ ընկեր Հովհաննիսյանն էր զանգել։ Ասեց, որ ձեզ շատ վատ եք պահել։ Չեք ամաչում։ Ինչ անեմ ես ձեր հետ։ Ասեք։ Չհասկացա։ Իսկ ուր է ընկեր Հովհաննիսյանը։ Ես այստեղ եմ, պարոն տնօրեն, բայց Չգիտենք, պարոն տնօրեն։ Այսօր չի եկել, չենք տեսել ընկեր Հովհաննիսյանին։ Ինձ զանգում ասում է, որ անկարգ են։ Ինքը ընդհանրապես դասի չի գալիս։ Ես այստեղ կանգնած եմ, պարոն տնօրեն, ես ձեր կողքին եմ։ Մյուս անգամ ընկեր Հովհաննիսյանին տեսնելուց կասեք, որ նա հեռացված է այս դպրոցից։ Պարոն տնօրեն, Մեզ նման ստախոս դասախոսներ պետք չեն։ ես չեմ կարող հանդուրժել այսպիսի անհարգալից վերաբերմունք, ես դուրս եմ գալիս աշխատանքից։ Դզեց, ապրեք երեխեք ջան, Հովհաննիսյանը եկավ կրճատման տակ, մյուս նշանակակետը քիմիայի դասատունը, թխեք։